Սիրելի քաղաքացիներ, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ամենահետաքրքիր կուսակցությունը սկսում է իր «Բոշկա գնորոցի» ակցիան։ Քարոզ Արշավի այս ձևը շատ յուրահատուկ է, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում սպայդերմեններին, բոլոր կրեատիվ արտահայտող մարդկանց, բոլորին դեմ մարդկանց, ովքեր գալիս են Հայաստանում նոր որակի փոփոխություններ բերելու։ Մեզ բարի էր, շնորհակալություն ոստիկաններին մեզ ուղեկցելու համար, շնորհակալություն լրատվամիջոցներին լուսաբանելու համար, գնացի։ Սիրելի քաղաքացիներ, հունիսի 7-ին դուք ունեք բացառիկ հնարավորություն քվեարկելու բոլորի մեն կուսակցության օգտին, որը Հայաստանում բերելու է նոր որակի փոփոխություններ։ Հունիսի 7-ին մասնակցելով ընտրություններին դուք կարող եք վերջ դնել տասնամյակներ շարունակ տևող քաղաքական այս արկածախնդրությանը։ Բոլորին դեմ եմ, քվեաթերթիկ համար 2։ Երբ որ մենք ասում ենք բոլորին դեմ, նկատի ունենք, որ իսկականից բոլորին դեմ։ Դրա վառ վկայությունն է նաև այն, որ մեր տների արտահայտությանս բոշկաների վրա պատկերված են ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը։ Մենք ունենք համոզմունք և վստահություն, որ ով էլ լինի իշխանություն, միևնույն է մեր կյանքը և դրա որակը որևէ փոփոխություն չի ունենալու։ Բոլորին դեմ եմ, քվեաթերթիկ համար 2, հունիսի 7-ին մասնակցեք ընտրություններին և բոլորին դեմ եմ խոսք է տալիս Հայաստանում իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնք տասնամյակներ հետո լրիվ նոր որակի Հայաստանի հնարավորություն են ստեղծելու մեր համար, բոլորիս համար։ Բոլորին դեմ եմ, քվեաթերթիկ համար 2։ Մեզ բոլորը զարմացած նայում են, ուզում ենք սիրելի քաղաքացիներ ձեզ հիշեցնել, որ մենք բոլորին դեմ եմ կուսակցությունն ենք և մենք բոշկա ենք գլորում բոլոր քաղաքական ուժերի վրա բառից բուն իմաստով։ Սիրելի քաղաքացիներ, հունիսի 7-ին դուք կարող եք քվեարկել բոլորին դեմ եմ կուսակցության օգտին և Հայաստանում տեղի կունենան ահավոր հետաքրքիր քաղաքական փոփոխություններ։ Քվեաթերթիկ համար 2, բոլորին դեմ եմ կուսակցություն։ Իսկ դուք վստահ եք, որ դուք կարող եք այդքան կռացած մեջքով հաղթարելու աշխոցի երկարությունը։ Հունիսի 7-ին դուք ունեք բացառիկ հնարավորություն քվեարկելու բոլորին դեմ եմ կուսակցության օգտին և ականատեսը լինել, թե ինչպես են Հայաստանում տեղի ունենում հետաքրքիր քաղաքական փոփոխություններ։ Հունիսի 7-ին քվեարկեք բոլորին դեմ եմ կուսակցության օգտին և դուք կտեսնեք, թե ինչքան հետաքրքիր բաներ են տեղի ունենում Հայաստանում։ Ակտիվ գնորեք այս բոշկաները, սիրելի հայրենակիցներ։ Դուք կարող եք ողջունել հայերեն, քանի որ մենք անում ենք ահավոր հետաքրքիր քաղաքական ակցիա։ Մեր Քարոզ Արշավի ընթացքում դուք ականատես եղաք, թե մենք ինչպես ենք ջուր տեսնում, դուք ականատես եղաք, թե մենք ինչպես ենք բուկ տշում, այժմ դուք ականատես եք լինում, թե մենք ոնց ենք բոշկա գլորում։ Սիրելի քաղաքացիներ, ձեր առջևից ես մեկնարկել է բոլորին դեմ եմ կուսակցության քաղաքական ակցիա։ Մեր Քարոզ Արշավի ամենահետաքրքիր մասերից մեկը մեր ակցիաներն են, որտեղ դուք տեսնում եք, թե մենք ինչպես ենք ջուր ծեծում, դուք տեսնում եք, թե մենք ինչպես ենք մուկ տշում և այժմ դուք տեսնում եք, թե մենք ինչպես ենք բոշկա գլորում։ Այս քաղաքական ակցիան, այս Քարոզ Արշավի տեսակը բացառիկ է, որը ցույց է տալիս, թե ինչով են զբաղված բոլոր 18 քաղաքական ուժերը։ Նրանք ոչինչով լուրջ չեն, քան այս ակցիան։ Մեր քաղաքական թիմը ողջունում է բոլոր հայրենակիցներին և կոչ է անում անպայման գնալ ընտրությունների քվեարկել բոլորին դեմ։
բոլորին թիվ քվյատեցիք համար 2 Առաջ որ մի կապ Իսկ տպավորություն է որպես օղակի մեջ է կերտել դեպի մի քիչ բացվեց որովհետև մենք հարցանեցին քիչ իրականացնում նորոգում Պահեք մի տարածություն իրար քննում եմ Արամո էլի գնա Արամո առաջացի հոս է մի քիչ դանդաղացի սպասի հակու գնա Արամո գնա Օրինի 7-ին դուք կարող եք քվեարկել բոլորին դեմ տարբերակի օգտին Ասեք մկան ավտոները Իրենի կաղատացներ, ընդամենը մի կանի օր առաջ, կառավարության առջև բոլորին դեմ են կուսակցությունը զբաղված են աննախադեպ ակցիայով, որի շրջանակներում առանց պետական բյուջեից որևէ դրամ հատկացնելու, առանց տակերավետած ստանալու, քաղաքական գործիչները իրենս բոլորի դեմ են կուսակցության անդամների զբաղված են կարևորագույն գործողությամբ և դրանց փուք էին տչում։ Ես Իհայտ եմ, որ դեզանից տամներեցին են այդ քաղաքական ակցիան և իրեն գործություններն են պարտություն տշողների։ Դուք ունեք բանտարի հնարավորություն հունիսի 7-ին վերցնելու Այս պահի դրությամբ ոստիկանները երթևեկությանը չխանգարելու համար ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս ճանապարհի կողմնակից դուրս գալ։ Բոլորին դեմ են կուսակցությունը, ահավոր բաբացի կուսակցությունը, բոլորները ֆինանսական հարցությունները Ձեր աչքի առաջ նաև դուք կարող եք ես հիմա տեսնել ձեր ավտոբուսը, որ հետամիջի պետք է մոտեցնամ է։ Այդ ավտոբուսն է, որ մի քանի անգամ պարբերաբար եկածվել վանդալիզմի, տեղափոխվեց Սուկալային հրապարակ, բայց ի վերջո ազատագրվեց։ Մենք ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի շատ համեստ բյուջե ունենք, մենք չունենք մեր հետևը կանգնած օլիգարխներ, չունենք վարչական ռեսուրս, բայց ունենք երկու սպայդերմեն, ովքեր շատ հետաքրքիր ձևով մեր համար հայտարարում են ռեսուրսներ։ Շնորհակալություն սպայդերմեններին։